Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 42-րդ գլուխ Հովսեփի եղբայրները գերտան Եգիպտոս։ Երբ Հակոբ տեսավ, թե Եգիպտոսի մեջ հացահատիկ կար, Հակոբ իր որդիներուն ասավ. Ինչու իրարու գնայիք, եւ ասավ. ահա լսեցի, թե Եգիպտոսի մեջ հացահատիկ կա, հոն իջեք ու անգե մեզի համար քնեցեք, որբեսի ողջ մնանք եւ չմեռնինք։ Հովսեփի 10 եղբայրները իջան Եգիպտոսեն ծորեն քնելու, բայց Հակոբ Հովսեփի եղբայրը Բենիամինը անոր եղբայրներուն հետ չղրգեց, քանի որ ասավ. անոր փորձանք մտող չբադահի։ Իսրայելի որդիները հոն կացողներուն հետ հացահատիկ քնելու եկան, որովհետև Քանանի երկրի մեջ ալ սով կար։ Հովսեփ այդ երկրին գարավարիչն էր, եւ ինք երկրին ամբողջ ժողովրդին հացահատիկ կծախեր։ Հովսեփի եղբայրները եկան ու իրենց թեմքը մինչև գետին խոնարեցնելով անոր երկրբակեցին։ Երբ Հովսեփ իր եղբայրները տեսավ, զանոնք ջանցավ, բայց ինքզինք անոնց օդար ծեվացուց, եւ անոնց հետ խստությամբ խոսելով իրենց սավ. «Ուրգե եկաք»։ Անոնք ասին. «Քանանի երկրեն գերագուր քնելու եկանք»։ Հովսեփ իր եղբայրները ջանցավ, բայց անոնք զինք չջանցան։ Հովսեփ անոնց մասին իր դեսած երազները հիշեց ու անոնց ասավ. «Դուք լրդեսներ եք, երկրին դգարությունը տեսնելու եկած եք»։ Ասին անոր. «Ոչ, իմ դերս, հավաքուտ զարաները գերագուր քնելու եկան։ Մենք բոլորս մեկ մարդու որդիներ ենք։ Մենք ուղիղ մարդիկ ենք, զարաները լրդեսներ չեն»։ Իսկ ինք անոնց ասավ. «Ոչ, հավա երկրին դգարությունը տեսնելու եկած եք»։ Անոնք ասին. «Մենք քու զարաներդ Քանանի երկրի մեջ մեկ մարդու որդիներն լալով 12 եղբայր էինք։ Ահա ամենեն բզդիկ այսօր մեր հոր քով է, իսկ մյուսը չգա»։ Հովսեփ անոնց ասավ. «Այդ է որ ցեզի խոսելով ըսի թե դուք լրդեսներ եք։ Սաբես պիտի փորձարգվիք։ Փարավոնի կյանքի համար դուք ասկե պիտի չելեք, եթե ձեր բզդիկ եղբայրը հոս չկա։ Ցեզ մեկը ղրգեցեք ձեր եղբայրը բերելու, իսկ դուք պիտի փանդարգվիք, որովհետեւ ձեր խոսքերը փորձարգվին, թե արդյոք ձեր մեջ ճշմարտություն կա, թե ոչ, փարավոնի կյանքին համար դուք լրդեսներ եք։ Ու 3 օր զանոնք միասին փանդարգեց։ Երրորդ օրը Հովսեփ անոնց ասավ. «Սարեք, որբեսի ողջ մնաք, որովհետև ես Աստուծմեկ վախնամ։ Եթե դուք ուղիղ մարդիկ եք, ձեր եղբայրները մեկը թող գաբվի ձեր փանդարգված դան մեջ, իսկ դուք կացեք ձեր դան անօթության համար հացահատիկ դարեք։ Բայց ձեր բզդիկ եղբայրը ինձի բերեք, որբեսի ձեր խոսքերը հաստատվին ու չմեռնիք»։ Եվ այդպես ըրին։ Իրարուսին անգասկած մեր եղբոր հանդեպ հանցավոր ենք, որովհետև մենք տեսանք անոր անցին դակնաբը, երբ ինք մեզի աղաչեց, բայց մտիկ չրինք, ադոր համար այս դակնաբը մեր վրա եկավ։ Ռուբեն անոնց պատասխանեց. «Ես ցեզի խոսելով չսի, զավակին թեմ մի մեղանչեք, բայց դուք մտիկ չրիք, եւ ահա անոր արյունալ մեզ մեկը բանջվի»։ Անոնք չէին գիտեր, թե Հովսեփ կհասկնար, որովհետև թարգմանով կխոսեր իրենց հետ։ Ինք անոնցմե մեկուսացավ ու լացավ։ Ապա անոնց վերադարձավ, խոսեցավ անոնց հետ եւ իրենց մեջ շմավոնը առնելով իրենց աչքերուն առջև գաբեց զայն։ Հետո Հովսեփ բադվիրեց, որ անոնց դոբրակները ծորենով լեցնեն, յուրաքանչյուրին տրամը իր քուրծի մեջ վերադարձնեն ու անոնց ջամփայի բաշարդան։ Այսպես ըրավ անոնց։ Անոնք ալ իրենց էշերուն վրա փերծուցին իրենց հացահատիկը եւ անգեկացին։ Անոնցմե մեկը Իջևանին մեջ իր իշուն ջարակ դալու համար իր քուրծը բացած ադեն իր տրամը տեսավ, որ ահա իր բարգին փերանն էր։ Իր եղբայրներուն ասավ. «Իմ տրամս վերադարձված է ու ահա հոս բարգիս մեջ է»։ Անոնց սիրտերը նվաղեցան եւ թողալով իրարուսին. «Ինչ է այս, որ Աստված մեզի ըրավ»։
Հովսեփի եղբայրները գվերադառնան Քանան։ Երբ Քանանի երկիրը հասան, իրենց հոր Հակոբիկով, իրենց բոլոր բադահածները անոր պատմեցին ասելով. այդ երկրին դերը եղող մարդը խստությամբ խոսեցավ մեզի, ու մեզ երկիրը լրդեսնողներու դեղ դրավ։ Անորսինք մենք ուղիղ մարդիկ ենք, լրդեսներ չենք։ Մենք մեր հոր որդիները 12 եղբայր ենք, մեկը չկա, իսկ ամենեն բզդիգը Քանանի երկրի մեջ մեր հոր քով է այսօր։ Այդ երկրին դեր եղող մարդը մեզի ասավ. Ձեր ուղիղ մարդիկ ըլլալը սաբես պիտի գիտնամ։ Ձեր եղբայրները մեկը իմ քովը սկեցեք, ձեր ընտանիքին անօթության համար բաշար արեք եւ կացեք, ու ձեր բզդիկ եղբայրը ինձի բերեք, որպես գիտնամ թե դուք լրդեսներ չեք, հաբա ուղիղ մարդիկ եք։ Այսպես ձեր եղբայրը ցեզի կանցնեմ եւ այս երկրի մեջ արուդուր գրեք։ Մինչ իրենց քուրցերը գբարբեին, ահա յուրաքանչյուրին դրամի ծրարը իր քուրցին մեջ էր։ Երբ իրենք ու իրենց հայրն ալ դրամին ծրարները տեսան, վախցան։ Իրենց հայրը Հակոբ անոնց ասավ. «Զիս զավակները զրգեցիք, Հովսեփ չգա, Շմավոն չգա, Բենյամինն ալ պիտի առնեք, այս բոլորը ինձի հանդիպեցան»։ Ռուբեն իր հոր խոսեցավ ասելով. Եթե զինք քեզի չբերեմ, իմ երկու որդիներս մերծուր, զինք ցերկս հանցնե ու ես քեզի պիտի վերադարձնեմ զինք։ Բայց Հակոբ ասավ. իմ որդիս ցեզի հետ պիտի չիջնե, որովհետև անոր եղբայրը մեռած է եւ ան մինակ մնացած է։ Եթե ցեր կացած ջամփային մեջ անոր փորձանք մը բադահի, ջերմակ մազերս դրտմությամբ թժողք պիտի իջեցնեք։ Փառքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։